Ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ կանգառը Ստամբուլն է, համենայն դեպս այդ հանդիպմանն ակտիվ պատրաստվում են ոչ միայն կողմերը, այլև միջնորդ Միացյալ Նահանգներն ու տանտերը Էրդողանը։ Ուկրաինայի նախագահն ընդունել է Թուրքիայում ուղիղ բանակցելու Պուտինի մարտահրավերը, բայց մեկ նախապայմանով Բոսֆորի ափ կմեկնի միայն այն դեպքում, եթե ռուսական կողմից բանակցելու գա անձամբ Պուտինը։ Ավելի ցածր դիրք զբաղեցնող ռուս պաշտոնյայի հետ երկխոսությունը Զելենսկին բացառել է, սակայն Կրեմլի ղեկավարը չի շտապում ընդունել կամ մերժել ուկրաինական չելենջը։ Հարցին, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը Ստամբուլյան բանակցություններում, Դմիտրի Պեսկովը պատասխանել է. Կրեմլը ռուսական պատվիրակության կազմը կհրապարակի, երբ նախագահ Պուտինը դա անհրաժեշտ համարի։ Ավելի վաղ մի շարք տելեգրամալիքներ գրել էին, որ Պուտինը Թուրքիա չի մեկնելու, իսկ ռուսական պատվիրակության կազմում լինելու են Սերգեյ Լավրովն ու Յուրի Ուշակովը։ Պուտինի լռությունը Զելենսկին տարօրինակ է համարել։ Ուկրաինան միշտ կողմ է եղել դիվանագիտությանը։ Ես պատրաստ եմ գնալ Թուրքիա, բայց ցավոք աշխարհն առայժմ չի լսել հրադադար հաստատելու բազմաթիվ առաջարկներին Ռուսաստանի հստակ պատասխանը։ Մոսկվան լուռ է, չի պատասխանում ուղիղ բանակցությունների առաջարկին։ Շատ տարօրինակ լռություն է։ Ավելի վաղ Վաշինգտոնում հավանական էին համարել Թրամփի այցը Թուրքիա։ Այս մասին լրագրողներին ասել է անձամբ Միացյալ Նահանգների նախագահը։ Մտածում եմ այնտեղ թռչելու մասին։ Չգիտեմ հինգշաբթի որտեղ եմ լինելու։ Շատ հանդիպումներ ունեմ։ Կարծում եմ կա դրա հավանականությունը, եթե հասկանամ, որ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի Ստամբուլյան հանդիպումից կարելի է դրական արդյունքներ ակնկալել։ Միաժամանակ սպասվող բանակցությանն ընդառաջ Միացյալ Նահանգների նախագահը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին եւ Ուկրաինային, պահանջելով առաջընթաց արձանագրել կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։ Հակառակ դեպքում Վաշինգտոնը սպառնում է հեռանալ միջնորդի իր դերից։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը նշել է, որ սա իրենց պատերազմը չէ, սակայն ցանկանում են օգնել վերջ տալու դրան, ինչը հնարավոր է։ Ամերիկացի բանագնացը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի նախագահի հավանության Ուկրաինայի հակամարտության խաղաղ համաձայնագիր չի կարող լինել։ Ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների դիվանագիտական հարթակ տրամադրած Թուրքիան փորձում է ակտիվացնել դերակատարումը։ Ուղիղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները։ Թեման հեռախոսով քննարկել են նաեւ Թուրքիայի եւ Ուկրաինայի նախագահները։ Էրդողանը Զելենսկիի հետ խոսակցությունը շատ կարևոր է համարել ու նշել, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել գործընթացի յուրաքանչյուր փուլում։ Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ համապարփակ հրադադարը կօգնի ստեղծել խաղաղ բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ։ Էրդողանի խոսքով բացվող հնարավորությունների պատուհանը չպետք է բաց թողնել։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։